հիշողության ու սիրո լեզվով են հնչում նրա երգերը։ Երգեր, որտեղ Երևանը միշտ կենդանի ու խոսուն կերպար է։ Ջերմ, սրտամոտ, սպասող, որտեղ հարազատ քաղաքի հանդեպ սերը հաղթում է բոլոր սերերին։ Չէ՞ որ Երևանը տուն ու շենք չէ, ու նրան սիրելը բոլորիս չգրված օրենքն է։ Վահան Գևորգյան, նույն ինքը Ֆորշ, սիրված, վաստակաշատ ու արժանավոր արվեստագետ։ Իսկ հիմա երևանցի որ ասում են առաջինը հենց առաջիններից հաստատ Ֆորշն է, էլի գալի մարդկանց ուղեղներում եւ տենց էլ կա։ Պատկերացնեք այդ ինչա մարդը իսկ ամենաբան պաշտոնն է, էլի երևանցի ամենա, որովհետեւ հենց ինքը իր գործնեությամբ, հա, ապացուցել է եւ այդ տեղը գրավում է Երևանցում։ Այս կարևոր բան է դեպքը, որ Երևանը ասելուց հենց ասում ես հա դե Ֆորշը, հա Մալխասը եւ այլն, բայց Ֆորշը ցանկում է ու առաջիններից։ Հայկական հին ու նոր երգարաններում Երևանին նվիրված հարյուրավոր երգերի շարքում առանձնահատուկ տեղ ունեն Ֆորշի ստեղծագործություններն իրենց յուրօրինակ ձեռագրով ու խոր զգացմունքայնությամբ։ Նրա երգերում Երևանը հիշողությունների քաղաք է, ապրումների խտացում, երբեմն նաև ցավ ու կարոտ անդառնալիորեն կորցրածի հանդեպ։ Քաղաքը, որն օրեցօր փոխվում է կորցնելով իր պատմական շունչը կրող շինությունները եւ անկրկնելի վայրերը, Ֆորշի երգերում վերածվում է կենդանի կերպարի։ Որպես իսկական երևանցի, նա իր արվեստի միջոցով արտահայտում է քաղաքի հանդեպ խոր սերն ու հոգատարությունը, փորձելով պահպանել այն, ինչ դեռ կարելի է փրկել հիշողության ու երաժշտության միջոցով։ Դե Ֆորշին միշտ տենց էլ բոլորը ասում են, Ֆորշը սիմվոլն է, խորհրդանշում է մեր Երևանը, մեր այսօրվա Երևանը, մեր երեկվա Երևանը։ Ես կասեմ մի բան, Ֆորշը քաղաքի տղա արդեն քիչ է, մի քիչ իր մասին ասել, որպես Ֆորշ քաղաքի տղա, Ֆորշը քաղաքն է։ Կամ քաղաքը Ֆորշն է։ Երևան իմ միակ օթևան։ Ես կանցնեմ կգնամ, դու ապրիր, Հավիտյան։ Երևանի մասին նրա բոլոր երգերում մեզնից ամեն մեկը գտնում է իրեն, իր բակը, իր սերերը եւ իր խոստովանությունները ուղղված մայր քաղաքին։ Մենք տեսնում ենք մեզ ու մեր կենցաղն այնպես ինչպես կա, կենդանի հերոսներով, իրական վարք ու բարքով։ Եվ ինչպես հայտնի երգն է վկայում, բոլորը խաղում են իրենց դերերն ու հենց այդպես էլ ապրում մեր սիրած քաղաքում։ Թվում է, թե երգը ինքը շատ պարզ է, թվում է, որ տեքստը շատ պարզ է։ Երբ որ Ֆորշը բերեց երգը, ես արդեն չեմ կարող հիշել, թե ոնց եղավ, բայց որոշվել էր, որ պետք է այդ հոլովակը արվի։ Դե առաջի տեսքից հասկանում ես, որ ինչ-որ գնում է ինչ-որ խորհրդանշական տեղերի մասին է երգը, խորհրդանշական մարդկանց մասին է երգը, հենց թվարկություն է գնում, որից հետո սկսում ես մտածել, թե ոնց դա կարելի է վիզուալացնել, հա, եւ առաջի շերտը, ինքը մի քանի շերտ ունի այդ հոլովակը, առաջի շերտը դա էր, որ եկեք հնարենք այդ հոգեբաններին, որոնք թեստավորում են Ֆորշին, Ռորշախի թեստերի նման, եւ մենք աշխատում ենք, որ այդ հոգեբանները, հոգեբուժները ահավոր տարբերվեն մնացած մեր պերսոնաժներից, որտեղ իրանք ինչ-որ օտար տեսք պետք է ունենային, օտար դեմքեր պետք է ունենային, եւ իրանք էլ էին զարմանում, թե սա ինչն է, ակվազիրոկն է, թե պապլավոկն է, դա առաջի շերտն էր, որը մենք հասկացանք, որ դրանով մենք խուսափենք այդ ուղղակի պարզությունից։ Երկրորդը դա, երկրորդ շերտն էր, դա մենք հնարեցինք կենդանի թանգարան, որովհետև տաղանդավոր մարդիկ, ես միշտ համարում եմ, որ կյանքի ժամանակ պետք է գնահատվեն, եւ մենք Ֆորշի հետ այն ժամանակ խոսում էինք եւ եկանք զգացա, որ գնամ մեռի արի սիրեմա, եկեք այս արդեն չլինի եւ մենք հնարեցինք այդ կենդանի թանգարանը, որ մարդիկ կարող են գալ տեսնել կենդանի մարդուն, հետը շփվել եւ այլն։ Եվ դրանից հետո եկավ արդեն ուրիշ մի գաղափար, որ մարդկանց պետք է գնահատել եւ հուշարձանները դնել կյանքի ժամանակ։
տենց բաներ ենք խոսում։ Եվ իհարկե երրորդ շերտը դա այդ պատն է, որտեղ բոլորը սկսում են հավաքվել, հա, եւ կարևորը այն էր, որ Ֆորշի շրջապատը, այդ երևանցիների շրջապատը այն ժամանակ ներկայացվում էր ինչ-որ շատ հետաքրքիր ինտելեկտուալ եւ ինչ-որ բարձունքներին էին այդ մարդիկ, բոլորը անցել էին մոտավորապես նույն դպրոցը, նրանք նույն ֆիլմերն էին նայել, ունեին իրենց երաժշտական, ասենք այն ինչ-որ լսել էին երաժշտությունը, սիրում էին այդ երաժշտությունը եւ դրա համար այնտեղ այդ պատի վրա ներկայացված են նրանց կումիրները, հա, մենք ես Ֆորշը, ասենք տարված ենք սյուրռեալիզմով, դրա համար այնտեղ կա Դալին, կա ջազմենները, որոնք, ասենք թե Մայլսն ու Զավինուլը իրանց համար, ռոքմենների համար Ջիմի Հենդրիքսներ եւ այլն, հա, եւ այդ ժամանակ ավելի, եթե մենք արդեն դուրս գայինք երկի այդ սահմաններից, այն Երևանը, որը ներկայացնում էին այդ մարդիկ, ցավոք սրտի այսօր արդեն չկա։ Երաժշտությունը նրա կյանքի անբաժան մասն է։ Թեև շատ է սիրել ֆուտբոլն ու լողը, բայց 6 տարեկանից ներշնչված է եղել դասական երաժշտությամբ, հատկապես Բախի ստեղծագործություններով։ Եվ ինչպես երաժիշտն ինքն է խոստովանում, Բախն իմ ամեն օրվա բարի լույսներ։ Ծնվել է 1967 թվականի մայիսի 25-ին Երևանում։ Թեև Ֆորշի ծնողները որևէ առնչություն չեն ունեցել երաժշտության կամ արվեստի հետ, սակայն նրա կյանքի ուղին ձևավորվել է բոլորովին այլ կերպ։ Այդ ճանապարհի սկիզբը դրվել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, որտեղ նա առաջին անգամ բացահայտել է երաժշտության կախարդական աշխարհը։ Հենց այնտեղ էլ ծնվել է նրա անսահման սերն արվեստի հանդեպ, հետագայում քայլերն ուղղելով դեպի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժին։ Երաժշտությունը դարձել է ոչ միայն նրա նախասիրությունն, այլև հոգևոր լեզուն, որով նա մինչ օրս արտահայտում է իր զգացմունքներն ու աշխարհընկալումը։ Ծնվել եմ Երևանում։ Հայրս լավ երգում էր, բայց երգում էր ոնց ասած սեղանի շուրջ քեֆերի ժամանակ բան։ Երաժիշտներ չեն եղել մեր Գերդաստանում, այսպես ասած։ Հետո տենց բնականաբար տենց գնացել եմ Չայկովսկու դպրոցը ու տենց շարունակվել եմ։ Իսկ Չայկովսկու դպրոցը տենց որ 6 տարեկանից արդեն երաժշտության մեջ ես ու տենց էլ բնականաբար գնում եմ։ Հետո կոնսերվատորիան ավարտել եմ որպես ջութակահար։ Իր աշխարհի մասին Ֆորշը պատմում է ոչ միայն երաժշտությամբ, երգով ու մեղեդիով, այլև նկարչությամբ։ Վաղ տարիքից սիրել է նկարել եւ այդ ստեղծագործական ձգտումը հատկապես սնվել է հայտնի նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի արվեստի հանդեպ ունեցած խոր հիացմունքից։ Մի երեկո Պատանի Վահանը որոշում է գնալ նկարչի արվեստանոց։ Դուռը թակում է, Պոդպոմոգովը բացում է եւ զարմացած նայում նրան։ Ես ուզում եմ նկարել, ասում է Վահանը։ Նկարիչը ներս է կանչում, տալիս կտավը, ներկերն ու ասում. Նկարիչ։ Վրձնի անհասկանալի մի քանի հարվածից հետո մեծ վարպետն իր հատուկ անշտապությամբ դիմել է Պատանի Վահանին. Վաղը 2-ին կգաս։ Ակամա սկսվել է նկարչության դասերը, որոնք տևել են 2 տարի ու մեծ ազդեցություն թողել նրա հետագա ստեղծագործական ձեռագրի վրա։ Ես էլ քեզ սիրել եմ խենթի պես, դու խենթես, խենթ աղջիկ միրուսեմ, ես էլ քեզ խենթի պես եմ սիրել։ Ֆորշը հայրականության և մշակույթի մեջ իրոք բացառիկ արվեստագետ է և դա այնքան դժվար չէ ապացուցել, այնքան հեշտ է դա նկատել ցանկացած իր համերգին, երբ ներկա է գտնվում հանդիսատեսը։ Մի մարդու նման ամբողջ դահլիճը կամ քլաբը, որտեղ նա ելույթ է ունենում, երգում կատարում են հետը բոլոր երգերը։ Ճիշտ է, իր երաժշտությունը մելանխոլիկ երաժշտություն է, հուզական ավելի, քանի որ ամեն մարդու ստեղծած, ծնած արվեստը շատ ըստիս նման է այդ արվեստագետի կյանքին և ինչ ապրել է կյանքում արվեստագետը, դա էլ վերծանել է թե նոտաների, թե խոսքերի, թե
ենթադրենք նկարիչներ գույների միջոցով։ Վահանը Ֆորշ կեղծանունը ստացել է դպրոցական տարիներին, երբ գերազանց կերպով կատարել է Սերգեյ Քյոսայանի նոր ստեղծագործությունը Ջութակի կոնցերտինոն։ Ավագ ընկերները լսել ու զարմանքով արտաբերել են. «Էս Ֆորշլագին նայեք ինչ լավ է նվագում»։ Իսկ Ֆորշլագը մեղեդու հիմնական հնչյունին նախորդող կարճատև հնչյունը կամ հնչյունախումբն է, որը դուրս է կառույցից եւ ունի սոսկ գեղեցկացնող նշանակություն։ Ֆորշը իմ այն ամենաառաջի ընկերներից է, էլի, փաստորեն արդեն մի քանի տարի, 40 համարյա տարի ընկերություն ենք անում։ Ամենակարևորն է, որ Ֆորշն է ինձ առաջինը եկել մեր տնից, ինձ վերցել ու տարել է, ծանոթացել է Հասմիկ Բոխյանի հետ։ Մի խոսքով ինքը ինձ առաջի անգամ զորով ասեց, որ դու պիտի երգես։ Այսինքն ես նպատակ էլ չունեի, ոչ էլ ուզում էի առանձնապես, այսինքն Ֆորշի շնորհիվ այ վերջո ասած ինչ է, որ Ֆորշի շնորհիվ ես հենց մտա երգարվեստ, որտեղ ինքը ինձ բռնեց հենց սենց ու սենց տարավ ինձ եւ այսպես ասած ծանոթացրեց այդ երգարվեստի հետ։ 1994 թվականին հիմնադրել է Ռեմինոր երաժշտական խումբը, որի հետ աշխատում է մինչ օրս եւ հանդես է գալիս բազմաթիվ համերգներով։ Ռեմինոր խմբի ստեղծումից հետո Ֆորշի ստեղծագործական գործունեությունը նոր թափ ստացավ, վերածվելով ինքնատիպ երաժշտական շարժման։ Տարիների ընթացքում նրա բեմական ներկայությունն ու երաժշտական ասելիքը հասունացան, իսկ համերգները դարձան ոչ թե պարզապես կատարումներ, այլ կենթանի երկխոսություն հանդիսատեսի հետ։ Այս ճանապարհը նրան տարավ դեպի ավելի լայն նախաձեռնությունների։ 2008 թվականին նա հիմնեց Ֆորշ եւ ընկերներ կազմակերպությունը, որն իրականացրեց երաժիշտներ հանուն խաղաղության միջազգային փառատոնը։ Ֆորշի հետ 34 տարի մենք համագործակցել ենք շատ տաղանդավոր երաժիշտ է, օրինակ մենք երբ որ գործիքավորումի մասին ենք, երբ որ Ռեմինորով ասենք ինչ-որ գործ էինք սկսում նոր երգ, որը Ֆորշը բերում էր, լինում էր, ասենք ինչ-որ բան ենք առաջարկում, գիտարը սենց անի, էս սենց անի, լինում էր Ֆորշը ասում էր չէ, տենց չեմ ուզում, այս սենց եմ ուզում, այդտեղ մենք սկսում էինք վիճել, բայց հետագայում կյանքը ցույց էր տալի, որ Ֆորշը ճիշտ էր, ինքը շատ ավելի լավ բաներ առաջարկում, այդ ինձ շատ է հրապուրում իր հետ աշխատելիս։ Ես ովական եմ սիրելիս, քո սիրո համար, ես ովական եմ սիրելիս։ Ֆորշն ավելի քան 50 երգի հեղինակ է։ Այդ երգերը սիրված ու տարածված, այնքան պարզ ու ազնիվ են, որ ցանկացած լսող գտնում է իր պատմություններն ու ապրումները։ Հարազատներիցս ու մտերիմներիցս ամեն մեկն ասում է, որ հավատարիմ ընկեր երգը հենց իր մասին է։ Երջանիկ եմ, որովհետև եթե մարդիկ այդպես են ասում, ուրեմն լավ երգ է ստացվել։ Իրականում երգը ոչ ոքի նվիրված չէ։ Հարցազրույցներից մեկում խոստովանել է երգահանը։ Ես որ երգում եմ ճնշող մեծամասնությունը, ինչ որ երգում եմ, 98%-ը երևի թե կարելի է ասել, ես եմ հեղինակը։ Կոմպոզիտոր ես երգ գրող մարդուն կոմպոզիտոր չեմ համարում, որովհետև կոմպոզիտորը դա Բեթհովենն է, Մոցարտն է, Բախն է, ինչ կոմպոզիտոր, պրոստը ռուսերեն լավ խոսք է, բաղվիմսը։ Երգ գրելը դա կոմպոզիտորություն չի, երգ գրելը դա ինչ-որ իրավիճակի արտահայտում։ Որպես երգի տեքստային երգի մասին ասեմ, որ շատ հաճախ համագործակցել ենք Ավետի հետ Վասեղյան։ Որպես երգահան Քրիստի հետ ենք շատ գործեր արել, Քրիստ Մանարյանի հետ։ Մարզահամերգային համալիրի համերգը շատ հետաքրքիր էր, մի հատ դրվագ էր, որ մինչև այդ համերգը մենք փորձեր էինք անում Ադրիում Արմեն Մազմանյանի մոտ, Մազի մոտ ու ամեն անգամ կազմակերպիչները բողոքում էին մեկ բասիստներ ուշանում, մեկ ես էի ուշանում, մեկ Ֆորշներ ուշանում փորձերի ինչևէ համերգը շատ լավ կայացավ, շատ լավ համերգ էր ու կազմակերպիչները ասեցին դե Ժողովուրդ ջան, դե շատ լավ համերգ էր, շնորհակալություն, վաղը առավոտ ժամը 9-ին գնում ենք խաշ ուտելու։
ու ժամը 9-ին առավոտը ամբողջ մեր նվագախումբը, Ռեմինորը ու Ֆորշը առանց ուշանալու քաշի ժամը 9-ին եկան։ Ֆորշի ստեղծագործական ճանապարհը սերտորեն կապված է նաև թատրոնի հետ։ Վիգեն Ստեփանյանի եւ Գրիշա Աղախանյանի հետ եղել է մետրո թատրոնի հիմնադիրներից մեկը։ Վիգեն Ստեփանյանն իր թատրոնի հանդեպ ունեցած անսահման նվիրվածությամբ ու հավատով բառացիորեն բարակել է Ֆորշին ու Գրիշա Աղախանյանին եւ նրանք արվեստի զարգացման համար ոչ հեշտ ու բարենպաստ տարիներին սկիզբ են դրել ինքնատիպ ու համարձակ մի թատրոնի, որն առանձնանում էր ժամանակակից մշակութային դաշտում։ Հատուկենտ մարդիկ կան, ում սիրում են, ճանաչված լինելը մի բան է, սիրված լինելը ուրիշ բան է։ Ֆորշը միանշանակ այն ցանկում է, ում սիրում են։ Մետրո թատրոնում Ֆորշը հանդես է եկել մի շարք դերերով, բացահայտելով իր դերասանական ներուժը։ Նրա ամենահիշարժան կերպարներից մեկը դարձավ ջութակահար Սթիվին Նիկոլայ Ծատուրյանի բեմադրության մեջ, որտեղ նա հանդես էր գալիս հայ թատրոնի մեծանուն դերասան Ազատ Գասպարյանի հետ։ Ֆորշը հեղինակել է նաև մի քանի բեմադրությունների երաժշտություններ, այդ թվում Հետում արքա, Ապերախտ տղամարդիկ Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությամբ, Շունն ու կատուն Վիգեն Ստեփանյանի բեմադրությամբ, նկարահանվել է նաև ֆիլմերում։ Աստղը վարվեց, կամիշը շնջաց, արևը հանգած, վերջին շողերով վերբից ուղարկում է, ոսկե նամակներ, երեքոյի ծովում կապուտակ, խաղաղ երկնի տակ, չոչվում են հանդարտ պայլուն կտուրները։ Երգեր սկսել է հեղինակել 1983 թվականից, իր առաջին ալբոմը թողարկել է 1994 թվականին, այն կոչվել է «Բարև իմ սեր», դրանից հետո թողարկել է ևս 5 ալբոմ՝ «Գիշեր», «Խենթ աղջիկ», «Այսպես էլ ապրում ենք», «The Best» և «Երևանը մենք են»։ Եթե այսօր լիներ երեք, ես կասեի ինձ կներեք, երկել եմ կյանքն ինչպես որ կա, ու կյանքը իմ դարձել է երկ, եթե այսօր լիներ երեք։ Մեր համագործակցությունը դեռ խորը 2000-ականներից սկսվեց համագործակցությունը որպես Ֆորշ երգահանի եւ կատարողի։ Երբ որ ինքը վերադարձավ Արգենտինայից, այնտեղից մենք սկսեցինք իր առաջին ալբոմը, որը հեռարձակվեց, ու այդ բոլոր գործիքավորումները արել եմ ես, բոլորը միասին ենք արել ու արել ենք շատ կարճ ժամանակահատվածում, որը որ այսօրվա դրությամբ դա նույնիսկ անհնարին բան է, կարող եմ ասել անհնարին էր, մի ամսում մենք ամբողջ ալբոմը արեցինք ու այդ եզակի դեպքն է, որ այդ մի ալբոմի մեջ ներգրավեց, եթե չասեմ մեկ, այլ 2-3 հիթային երգ եղել է, այդ թվում նաև հենց այսպես էլ ապրում ենք, զբոսանք Երևանով, ես էլի շատ գործեր կան տեղ, որոնք որ կարող է սովորական լսողին այդքան հայտնի չի, բայց համար շատ սիրելի գործեր են։ Փողոցի անվերջ աղմուկին, խառնելով սուլոցս անհոգ, աննպատակ անշտապ քայլում է։ Ես սիրում եմ քաղաքը իմ հին, ես սիրում եմ քաղաքը իմ շոկ, երբ աստղերն առաջին փայլում են։ Նախկին կնոջը եւ որդու Արեգի մորը Տաթևին հանդիպել է թատրոնում, երբ Վիգեն Ստեփանյանը հրավիրել է նրան որպես դերասանուհի աշխատելու։ Փորձերից մեկի ժամանակ կերպարային հագուստով ներս մտնելով եւ տեսնելով Տաթևին միանգամից հասկացել է, որ գեղեցկատես այդ աղջնակն իր կինը պետք է դառնա։ Սակայն կյանքը հաճախ ունի իր անխուսափելի շրջադարձերը։ Ժամանակը բերում է նաև բաժանումներ, փոխվում են իրավիճակները, մարդիկ ու հարաբերությունները։ Այդպես է եղել նաև նրանց դեպքում, սակայն այդ ամուսնությունը Ֆորշի կյանքում լուսավոր ու կարևոր փուլ էր, որի ամենամեծ պարգևը նրա որդին եղավ Արեգը, իր շարունակությունը, ուժն ու ներշնչման աղբյուրը կյանքի ստեղծագործության մեջ։ Պես քո արևն է սատես, քո ընկերն է այս իմ նկարում նկարած, սա հին Երևանն է բացված, քո հին ընկերը հոգնած, ես տես քեզ համար նկարել եմ մի բակ, այդ բակին հարմարված մի տնակ։ Ես եմ սա դու ես կանգնած, լքված քաղաքի պահակները, դարձած
Ֆորշի առաջիկինը մեր շատ սիրելի Տաթևիկն է, շատ շնորհալի դերասանուհի է, շատ լավ դերասանուհի։ Տաթևիկը ժամանակ մետրո թատրոնով, ցած խաղալով եկավ, հետո գոյում եղավ, բան ինքը ավարտել է մեր ինստիտուտը եւ շատ լավ դերասանուհի է։ Մի տեսահոլովակում ինքը նկարվել է այդ ցախավելով պարում է սիրուն ինքը բան սիրուն տեսարանը։ Ֆորշի որդին ծնողների նման ընտրել է արվեստի ճանապարհը։ Սովորել է Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում իր տաղանդները ներդնելով նաեւ երաժշտության ասպարեզում։ Տղաս երաժշտությամբ զբաղվում, աղջիկը դեռ պետք է որոշի ինչով զբաղվում, որովհետեւ 2 տարեկան է։ Ֆորշը սա երկրորդ երեխան է, դա առաջինը Արեգն է։ Արեգը շատ շնորհալի տղա է, ասեմ։ Մանկուց ճանաչում եմ այդ երեխային ու ինքը շատ լավ գիտարահար է, սոլո գիտարահար է եւ հետո սկսեց ավելի ստեղծագործական շարժաբիղները մեծացնել եւ հիմա ստեղծագործում է երաժշտություններ է գրում, մի քանի բան ես լսել եմ, ներկայացրել էին եւ շատ բանը բարձր ճաշակի, բարձր որակի երաժշտություն է հիմա ինքը ստեղծում որպես կոմպոզիտոր։ Արվեստը, մշակույթն ու երաժշտությունը Ֆորշի համար թթվածնի պես անհրաժեշտ երևույթներ են, որ պահանջում են ծայրահեղ ազնվություն ու անկեղծություն։ Հենց այս որդեգրած սկզբունքներն էլ դարձան նրա գործունեության հիմնական դիմանկարը, որը մշտապես արժանացել է լավագույն գնահատանքի։ 2011 թվականին ստացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2016 թվականին պարգևատրվել է Հերեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով Երևանի մշակութային կյանքի զարգացման գործում զգալի ներդրման եւ երաժշտ արվեստի բնագավառում ունեցած հաջողությունների համար։ Երբ ասում ենք Երևան, ապա նույնացումներից մեկն էլ ակամա դառնում են մեր սիրելի քաղաքի մասին գրված Ֆորշի երգերը։ Հաշտ է այսօր արտիստն իր քաղաքում դժվար է ասել։ Մի ժամանակ Երևանը կոնկրետ համ ուներ։ Այսօր այդ համին օտար համեմունքներ են խառնել ու չգիտեմ դավատ է թե ես այդ համին սովոր չեմ։ Խոստովանել է իսկական երևանցի երաժիշտը։ Երբ մարդը ունի խարիզմա, հա, ինքը ունի հմայք։ Կապ չունի դա ինչքան է, այնքան է։ Ես մի Շարլի օրինակն եմ բերում, որը չուներ ձայնային տենց հզոր տվյալներ, ոչ էլ առանձնապես տեսք ուներ, բայց ինքը հզոր անձնավորություն է, հզորագույն։ Ինձ հակառակը դուր են գալի մարդիկ, որոնք Ալեն Դելոն չեն, բայց այնքան խարիզմատիկ են, այնքան հմայիչ են, որ իրանք այդ իրանց փոքր լինելով ինքան հզոր են։ Ֆորշը այդ անձնավորությունն է, հասկանաք, ու այդ էական չի, թե ինքը ինչ հաղթանդամ է կամ ինչ ունի։ Ինքը ունի խարիզմա։ Ինքը երևանցի, խարիզմատիկ մեր Ֆորշն է։ Ֆորշին ցանկանամ առողջ լինի, ամենաառաջինը։ Լինի առողջ, ստեղծագործական իր անսպար այդ գիծը, որպեսզի հայազգը կարողանա երկար վայելել մինչև խորձերություն։ Ես կցանկանամ, որովհետև իր մոտ ամեն ինչ լավ է։ Եթե պետք է ուղղակի առողջություն, որը շատ կարևոր է։ Իմ մաղթանքն է, թող իմ ընկերը հնարավորինս առողջ լինի, սիրով լի ու երջանիկ ու ուրախ ժպիտներով ու միշտ մեր գլխից անպակաս, մենք էլ իրա գլխից անպակաս, Ֆորշը մուրզս, Ֆորշս, քո կողքին եմ ես, մուրզս։ Ֆորշան առողջ եղի, ամենակարևորը է դա։ Ուզում ես երկի, ուզում ես մի երկի, ուզում ես գրի, ուզում ես մի գրի, բայց առողջ եղի, կարևորը առողջ։ Ես ապրում եմ իմ ստեղծած մոլորակում, խոստովանել է երգահանը։ Այդ մոլորակում են ապրում գտնված ու կորած սերերը, նրան հանդիպած ու չհանդիպած խենթ աղջիկները, Մերին, Ջերին ու Ծովը։ Այդ մոլորակում ազատության անունը սեր է, իսկ ամենակարևոր զբոսանքները Երևանի փողոցներում են։ Ուրեմն քշիր, ծերուկ, կարապան, հարցեր չտաս, նստիր, գնանք։ Եվ նժույգները գարապան, կամուց արագ թող սլանա, դեպի անհայտ անվերջ ճամփա, ճամփա, որ իմ վերջինն է
Ներիր, որ ետել չենք դառնա Դար դու հերույն Ֆորշի երաժշտությունը սիրելի է տարբեր սերունդների համար։ Նրա ցանկացած համերգի ժամանակ հանդիսատեսն անկախ տարիքից հավասարապես երգում է նրա հետ։ Իսկ դա նշանակում է, որ ստեղծել է մի արվեստ, որով շնչում է Երևանը։ Փայփայենք, պահենք, սիրենք ու լսենք նրան։ Նա մեր մասին է երգում։ Կհանդիպենք։